Հունիսի 7-ին տեղի է ունենալու ազգային ժողովի ընտրությունները։ Ինչպես եք տեսնում Հայաստանի ապագան հունիսի 7-ից հետո։ Ոչ մի փոփոխություն ես չեմ սպասում։ Ես ապրում եմ իմ կյանքով եւ չեմ էլ հետաքրքրվում թե ինչ, այսինքն հույս չունեմ, որ ինչ-որ բան պետք է փոխվի, որ ես դրանից օգտվեմ։ Կփոխվի, չէ, իմ համար կապ չունի։ Ես իմ գործը ունեմ, իմ եկամուտը ստանում եմ, ընտանիք, երեխեք։ Տեսեք, այն խոսույթները, որ 300,000 ադրբեջանցի գալու եւ բնակեցվելու է Հայաստանում, այս իմաստով ինչ որ մտավախություններ չունեք։ Այս իմաստով չունեմ մտավախություն, որովհետեւ վաղ թե ուշ 300 միլիոն չինացի գրավելու է ամբողջ աշխարհը։ Իմ կարծիքով, դա մի 200 տարի հետո երևի կլինի։ Ընտրական ամենատարբեր է թոհուբոհի մեջ իշխանությունները պնդում են, որ նրանց գալով խաղաղություն է հաստատվելու, չմոռանանք նաև անցնող տարիները, թե ինչպես անցան, իսկ ընդդիմադիրներն ասում են, որ մենք բերում ենք կայունություն համենայն դեպս եւ նույնիսկ արցախահայերի հետ վերադարձ, անվտանգ հետ վերադարձի թեման են շոշափում։ Այս իմաստով ինչ կարծիք ունեք, որ ուժին կարելի է դասել ձեզ, հա, որ ուժին եք հետևելու։ Ես ընդհանրապես ոչ մի ուժի չեմ հետևում, բայց կարծիք ունեմ, որ ցանկացած ուժ գոնե մի 8 տարի հետո պետք է փոփոխվի, մի ուրիշ ուժ գա, եւս 8 տարի տեսնենք, որ հետաքրքիր լինի։ Չնայած ես փոփոխության չեմ սպասում։ Գլոբալ փոփոխությունը իմ կարծիքով այնա, որ չինացիները գրավել են ամբողջ մոլորակը, ու լինելու է ամբողջ մոլորակը Չինաստան։ Դա կլինի մի 200 տարի հետո, ոչ ավելի շուտ։ Եթե Փաշինյանը չընտրվի, հաստատ 100%-անոց լրիվ կյանքը դասավորվելու է դեպի լավ կողմը։ Այսինքն Փաշինյանի կողմից այդ վստահված խաղաղությունը դուք չեք կիսում։ Չեք կարծում, որ խաղաղությունն ի վերջո գալու է։ Որ վարչապետը Փաշինյանը լինի։ Ու համենայն դեպս այդպես է պնդում։ Ինձ թվում է, որ ինքը լինի հաստատ սատանի դար առնելու է դի անկասկածելի։ Արդեն մարդիկ զոմբիացած են տեղից, լրիվ կդառնա զոմբի ռոբոտ, այսինքն սկսեն մարդիկ եթալ մոստից իրանց գցելը։ Աստվածչան է ինքը լինի։ Այսինքն փոփոխություններ սպասում եք, հա, այնուամենայնիվ։ Շատ եմ սպասում փոփոխություններ, որ մարդկանց դեմքին մի քիչ ժպիտ գա, ուրախություն գա, կյանքը նորմալանա, մարդիկ վերջապես իրանց զգան այնց ոնց որ իրանք ուզում են, ոչ թե պետականորեն իրանք ոնց ուզենան այս երկիրը կառավարեն իրանց ձևով, իրար մեջ, մնացած մարդիկ էլ ասենք զգան որպես սենց ասեմ, շատ վատ դրության մեջ։ Հիմնականում կարծում եմ կրթությունը ավելի բարելավի ու օրինակ կարող ենք բերել օրինակ Վրաստանի առումով, որ կրթությունը արդեն իսկ անվճար են դարձրել ու ինչու ոչ նաև այդ ամեն ինչը արդեն կարող է դրական ազդեցություն թողել հենց ինքնին, որպեսզի ուսանողը արդեն ունենա այդ ջիղը, որ սովորի ավելի երկրի համար։ Երկրի ապագային օգուտ, ճիշտ եմ ձեզ հասկանում։ Այո։ Իհարկե չեմ հարցնում, թե ում եք պատրաստվում ընտրել ապագա ընտրություններին, հա, բայց Հայաստանի ապագան ինչպես եք տեսնում դուք որպես այդպեսին նշեցիք կրթությունը, բայց այլ ոլորտներ, որտեղ պիտի լինեն հստակ փոփոխություններ, որ ոլորտերին առաջինը պիտի ուշադրություն դարձնեն։ Հենց կարող ենք ասել, եթե կրթությունը արդեն ամեն ինչ լինի, դրական ուղղությամբ գնա, մնացածը իրենց հունով կշարունակվեն, որովհետև եթե կրթությունը չկա, մնացածի վրա արդեն հույս չեն կարող դնել ինչ-որ չափով։ Նաև նշվում է, որ մոտ ապագայում 300,000 ադրբեջանցի գալու եւ բնակեցվելու է Հայաստանում։ Դուք որպես երիտասարդության ներկայացուցիչ, ինչ կարող եք ասել, պատրաստվում եք ադրբեջանցիների հետ ապրել մի երկրում։ Ես հենց կտրականապես դեմ եմ ամեն ինչին, քանի որ տարիների ընթացքում թշնամական երկիր լինելու ու դարերի ընթացքում բոլոր երկրներն է տեսել են ինչ վերաբերմունք ենք ստացել մենք թշնամիների կողմից ու նրանց ընդունելը կամ տեղ տալը, կոպիտ ասած, այդքան էլ ճիշտ չի լինի։ Այսինքն այն խաղաղությունը, որը հրամցվում է այսօր ժողովրդին, մանավանդ երիտասարդության բնույթ պետք է կրի, որովհետև եթե թշնամին գալիս քո կողքը կանգնում կամ ապրում է, ուրեմն այդ դեպքում
խաղաղության մասին խոսք գնալ չի կարող։ Եթե մնա այսօրվա ղեկավարությունը, որ երբեք հայ ժողովուրդը չի ունեցել այդպես ղեկավար, եւ ոչ էլ այդպես վիճակ ա եղել Հայաստանը, որ աշխարհը ճանաչի Հայաստանին։ Այսօր Հայաստանին ճանաչումը Եվրոմիությունը պատրաստ է Հայաստանն ընդունելու։ Ես կարծում եմ, եթե մնաց ուրեմն լավ կլինի, եթե չմնաց քանդվելու է երկիրը։ Քարոզ արշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը բրոշը փակցրած ուրեմն կրծքավանդակին շրջում է, հա, աչուձախ։ Մտավախություն ունեք, որ մի օր այդ բրոշի հատվածը ել ավելի կկրճատվի եւ Հայաստանից կմնա այն, ինչ կմնա։ Հա ինքը շատ ուրախ է, որ ասենք այդ բրոշը կտրած է, ասենք, տվել է Հայաստանը, կամած կդրվի, վերջում մի հատ այն առաջվա կոմունիստների վաղտվա մի կոպեկանոց կդառնա այդ բրոշը, հա, վերջում էս դե երևի Ալիևը կգա էլի ղեկավարի Հայաստանի Հանրապետությունը, եթե ինքը եղավ, դա հաստատ։ 300,000 ադրբեջանցիների հետ վերադարձի մասին են խոսում, այս իմաստով ինչ կասեք, պատրաստ եք ադրբեջանցիների հետ մի երկրում բնակվել։ Ճիշտ ասած, ադրբեջանցիները ես մի երկրում իրանց հետ հնարավոր չի ապրելը, քանի որ ասենք պապենական հին թվերից իրար հետ ասենք թշնամություն եղել է։ Գենետիկ հիշողություն գոյություն ունի, ճիշտ է։ Այման բա ոնց, դա չես կարա այդ սպին մնում է միշտ։ Բայց ասենք ես դասի ապրող եմ, դուրսն եմ ապրել, ես ադրբեջանցի ընկերներ ունեմ, այնց չի ասենք իրանք բոլորը վատ մարդիկ են, լրիվ պետականորեն է ինչ որ եղել է, բայց դա ստեղ ինչ մնում է Հայաստանում, դա պատերազմ կլինի, եթե տենց բան եղավ, հաստատ հայերը չեն կարանալու։ Զուգահեռ իրականության մեջ Փաշինյանն ասում է, եթե ընդդիմությունը դառնա իշխանություն, պատերազմն անխուսափելի է։ Այս իմաստով ինչ կասեք, կհագատարցեք Նիկոլ Փաշինյանին։ Դա ինքը ասում է այն բանի համար, որ Իրան ընտրեն, դա կապված է դրա հետ, դա հաստատ։ Մանիպուլյացիաներ են հասարակ։ Դա մանիպուլյացիա է միանշանակ, դա այնց է անում, որ մարդկանց հետ, որ իրանց զոմբիացրել է, կողքիններին էլ վարակեն, որ հաստատ Փաշինյանին ընտրենք, որ պատերազմ չլինի, բայց ընդհանուր պատերազմ չի լինելու, դա հաստատ։ Եթե Փաշինյանը վերընտրվի, անգամ այդ դեպքում չի լինելու։ Ճիշտ ասած, չեմ կարող ասեմ, Փաշինյանը, որ ընտրվավ, էլի նույնիսկ պատերազմը հիմա էլ է, նույնիսկ հիմա էլ է պատերազմը, դա պրոստը ժողովուրդն է ստե մտածում են, սենց խաղաղություն է, հա, լավ ապրում են, բան ունեց, բայց չեն հասկանում էլի, որ Սա խաղաղություն է, թե ճակերտավոր խաղաղություն ըստ Չակերտավոր խաղաղություն է, ուրիշ բան չեմ կարող ասեմ, ինչ ասեմ։